հարցին։ Հիմա պարոն Կարապետյանի ընտրազանգվածը որքանով ես նայում եմ, դա ավելի սոցիալական խնդիրներում շահագրգռված սոցիալական դաշտում իրենց խնդիրների լուծում ակնկալող զանգվածն է, որը սովորաբար դուրս է մնում այդ սկզբունքային դաշտից։ Մենք միշտ, երբ որ քննարկում ենք մեր հանրային դաշտը, հիմա բացատրեմ, երբ որ մենք հանրային դաշտը քննարկում ենք, մենք ունենք որոշակի ընտրազանգված, որ այս իշխանությունների օգտին է, հա, դրան որոշակիորեն հարող էլի ինչ-որ մի տոկոսայնություն, ունենք նրանց ամբողջովին հակադիր զանգված, որը այսօր դրսևորվում է հիմնականում երկրորդ նախագահի ընտրազանգվածի տեսքով եւ միջանկյալ մոտավորապես 60-ից 70%-անոց մի շերտ, որը հիմնականում դժգոհ է այս իշխանություններից, չի ուզում երկրորդին, որտեղ իրենց մեջ այդ կարծրատիպային մոտեցումը կա, ինչպես ասացիք, հակառեյտինգի խնդիրը կա, եւ նույն այդ նախկինների թեզերի ներքո են մնացել, հա, նախկիններ, բայց իրենք ուզում են փոփոխություն, իրենք դեմ են այս իշխանության եւ իրենց պետք է այլընտրանքային եւ շատ հաճախ մենք իրենցից լսում ենք, դե մի երիտասարդ խելքը գլխին մեկը չկա, հա, որ գա փոխարինի, լավ է ժողովրդի մեջ չկա, այդ ընտրազանգվածի մի շերտը որը մտածում է, որ մեր մեջ չկա, դրսից կարող են մեզ օգնել, կամ մեր մեջի այն մասը, որը միշտ հեռու է քաղաքական դաշտից, բայց այսօր ստիպված մտել է քաղաքական դաշտ, ինքը իրենով որոշակիորեն ամբից անաղարտ է, քանի որ քաղաքական գործունեության հետագիծ չունի, եւ մասնագիտական տեխնոկրատների բրիգադ է, հա, այդ տեխնոկրատների բրիգադը կստանա իր ձայների որոշակի տո, ավելի շատ ոնց Գագիկ Ծառուկյանի մի րոպե միջանկյալ է զանգվածի, որոշ շերտը կգնա Կարապետյանին։ Մի շերտը, որը թե Ծառուկյանի հետ անմիջականորեն առնչություն է ունեցել, թե իր կողմից ստեղծված ուրեմն ձեռնարկությունների ստեղծած աշխատատերերի արդյունքում է, այս շերտը գումարած նրան հարող այս հիմա որ տեսնենք նույն Մայր Հայաստանի աշխատանքով գոհ զանգվածը, նույն զանգվածը որ ասում է, չէ, իմը թող լինի, իմ Հայաստանում աճած ղեկավարը թող լինի, այդ մի զանգվածն էլ կգնա դեպի պարոն Ծառուկյանի ուրեմն դաշտը։ Մի զանգված էլ կա, որ Թաթոյանենք են վերցնելու, վստահաբար, որքան կլինի այդ տոկոսային հարաբերությունը։ Ես այսօր դժվարանում եմ ասել, որովհետև կախված կլինի, թե վերջնական պատկերով ով է մնում տակը, որ իրենց ձայն տա։ Կամ ինչու իրենց, որովհետև մենք խոսում ենք մոտավորապես 70%, 60-ից 70%-անոց էս մարգինալ շերտի, հա, միջանցքային շերտի մասին, եթե այդ միջանցքային շերտի ենթադրենք մի 20%-ը գնում է պարոն Կարապետյանին, մի 12-15%-ը գնում է պարոն Ծառուկյանին, մենք ունենում ենք լավ 35%-ը դուրս եկա 60-ից, այն 30-ի մեջից մի 15%-ը ոչ մի կերպ չի գնալու ընտրությունների, եթե ոչ մի քիչ ավել, այն մնացած շերտը բաժանվելու է բոլոր մնացած խաղացողների մեջ, որոնք հայտ են ներկայացնելու եւ այստեղ մի մոռացեք մենք ունենք երրորդ նախագահի թիմը, երրորդ նախագահի ընտրազանգված ունենք, որոնք կարող են տվյալ դեպքում ընտրություն կատարել կամ պարոն Թաթոյանի, կամ պարոն Կարապետյանի, կամ պարոն Ծառուկյանի օգտին քվեարկելու, կամ առանձին ինչ-որ մանր կուսակցություններ, որոնք կներկայացվեն։ Մենք դեռ չենք լսել երրորդ նախագահի թիմը մասնակցելու է թե ոչ եւ ինչ ձևաչափով։ Շատ լավ։ Այսինքն մենք ունենք որոշակի հետաքրքիր ունենալու ենք հետաքրքիր պատկեր, մենք հասկանանք, որ կա, այսպես կոչում են քարացած զանգված, հա, քարացած ընտրազանգված թե պարոն Քոչարյանի եւ թե իշխող կուսակցության օգտին, մնացած շերտը ինչքանով կտանեն, մնացած շերտը բաշխում է, բայց բոլորի մոտ ընդդիմության շատ կարևոր է մի քանի բան շեշտեմ, որ արդեն ձևավորված հստակ ընկալում կա, որ պետք է լինի միասնական նպատակ իշխանությունների հեռացում։ Երկրորդը, որ միանշանակ լինելու է կոալիցիոն կառավարություն։ Սա եւս շատ կարևոր է, այսինքն հավակնություններ ունենալ ձայների մեծամասնություն ստանալու ոչ ռեալիստական է։ Եվ մնացածը արդեն աշխատանքի բաժանման եւ ճիշտ քարոզչական աշխատանքի։ Փաստորեն, տեսեք, նաեւ տեսեք, իրենք վախեցել են այն փորձից, որ տեղի ունեցավ վաղաշաբաթում չկայացավ, բայց ամենայն դեպս Վանաձորում
հաղթեցին, իսկ Գյումրիում հենց այդ ձևով, հա, կարողացավ հաջողել եւ ասում են եթե այնտեղ իշխանությանը հաջողեց, իշխանությունը գնաց նրան, որ ձերբակալեց, որովհետև պարտված էր ոչինչ չուներ անելու Վարդան Ղուկասյանին ձերբակալեց, իմիջիալոց ես երեք գնացել էի դատին, դա մի չգիտեմ ինչ ֆարս է, ինչա տեղ ունենում այդ դատավարությունը, չգիտեմ որ ինչ ժանրից է այդ խայտարակությունը։ Նայում ես օրենքը մի կողմ իրենց գործողությունների նույն որտեղից են դատավորներին գտել, ներողությունս եկեղեցու հետ կապված դատավարությունները, որ ես չգիտեմ, հիմա դրա մասին էլ ենք խոսելու։ Ոչ մի օրենքի, ոչ մի տարի սահմանադրության, ոչ մի դրույթի հարցը սնչեցնեմ Տիկին Աղաջանյան, արձագանքեցիք մոռացել։ Հիմա հույս ունի ընդդիմությունը, որ այսինքն վախ ունի իշխանությունը եւ հույս ունի ընդդիմությունը, այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, համապետական ընտրություններում կայանա, թեպետ թերահավատ մարդիկ էլ կան, լուրջ փորձագետներ, որ ասում են շատ բարդ բան է, այնտեղ ուրիշ համակարգ է գործում, համապետականում ուրիշ համակարգ է։ Ոչ մեկ չի ասում, որ հեշտ է լինելու։ Միանշանակ դժվար է լինելու եւ շատ մեծ աշխատանք է պահանջվում ընդդիմությունից, որպեսզի հստակ արդյունքներ արձանագրվեն։ Եթե հա ձեռքերը ծալած նստեն ուղակի այսպես հայտարարություն չեմ կարծում ծալած նստելու են, լուրջ կաշխատեն, բայց այսինքն այն որ արևմուտքը, այն որ թուրք-ադրբեջանական տանդեմը, որոնք այս ծրագրի եւ այս իշխանությունների թիկունքում կանգնած են, ամեն ինչ անելու են, որպեսզի ընդդիմության ցանկությունը իրականություն չդառնա, դա միանշանակ է, բայց այստեղ կա ժողովրդի կամք, այստեղ կա ժողովրդի ցանկություն, եւ այստեղը որ մենք պետք է հասկանանք եւ մեր ժողովրդին բացատրենք, որ իրենք կարող են շատ բան ծրագրել, բայց եթե ժողովուրդը իր խոսքը ասի, եւ այստեղ շատ կարեւոր է, որ մասնակցությունը բարձր լինի, որովհետեւ այդ դեպքում նրանց բոլորի բերաններն են փակում եւ նրանց ձեռքի միջամտելու գործիքներն են վերանում։ Դա շատ էական է, որովհետեւ եթե փոքր լինի տոկոսները խնդիր ենք ունենալու եւ փորձելու են իբրև թե խախտումներ եւ այլն անվան տակ այդ նույն ձեր ձերբակալությունների անվան տակ պատկերի փոփոխություն արձանագրել, ինչը մենք տեսանք Էջմիածնում, չէ՞, Էջմիածնում նման գործողությունների գնացին։ Եվ այս պարագայում շատ կարևոր է, որ ժողովուրդը դուրս գա եւ քվեարկի։ Ժողովրդի ձայնից ուժեղ եւ որոշիչ գործոն աշխարհում գոյություն չունի։ Չգիտեմ, փոխհրաձգություն կարելի